Եթերում Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության զինուժ հեռուստածրագրի շաբաթօրյա թողարկումն է բարեցես։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն հունիսի 11-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկեցին մեկ շաբաթյա հավաք պարապմունքներ, որոնց մասնակցում էին Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության պետական եւ տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձինք։ Հավաք պարապմունքների մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Ողջունելով հավաք պարապմունքների մասնակիցներին Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ նմանաբնույթ հավաքները հնարավորություն են տալիս բազմապատկել ունեցած հաջողությունները եւ նվազեցնել առկա թերացումները։ Այնուհետև Պաշտպանության նախարարը պետության նախապատրաստումը պաշտպանությանը խորագրով դասախոսություն կարդաց, որի ընթացքում արծարծվեց երկու կարևորագույն հարց։ Առաջին՝ պետության պաշտպանության եւ զինված ուժերի կազմակերպման հիմքերը, երկրորդ՝ պետության պաշտպանությանը բնակչության նախապատրաստման ուղղությունները։ Դասախոսության ավարտին Սեյրան Օհանյանը պատասխանեց հավաքի մասնակիցների հարցերին։ Միջոցառման շրջանակներում դասախոսություններով հանդես եկան նաեւ ինչպես պաշտպանության նախարարության, այնպես էլ այլ գերատեսչությունների ու կառույցների ներկայացուցիչներ։ Հավաք պարապմունքների շրջանակում հունիսի 12-ին Պաշտպանության նախարարության մարշալ Բաղրամյանի անվան զորավարժան այցելեցին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Պաշտպանության նախարարության զինված ուժերի եւ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարությունը։ Այցի նպատակն էր ծանոթանալ սեպտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության տարածքում կայանալիք ՀԱՊԿ-ի արագարձագանքման հավաքական ուժերի փոխգործակցություն 2012 համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքների կատարման ընթացքին։ Զորավարժանում անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել են զորավարժության նախապատրաստման հետ կապված խնդիրներ, տրվել են համապատասխան հրահանգներ եւ ցուցումներ։ Հավելենք նաեւ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար 2009 թվականից ի վեր կազմակերպվող ամենամյա հավաք պարապմունքների նպատակն է ամրապնդել ռազմական անվտանգության ապահովման համակարգում պետական բոլոր կառույցների սերտ փոխգործակցությունը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների շրջանում բարձրացնել ռազմական անվտանգության ապահովման գործում պաշտոնական պարտականությունների եւ իրավասությունների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։ Հունիսի 16-ին էլ ամփոփվեցին հավաք պարապմունքների արդյունքները։ Հակիրճ ներկայացնելով դրանք Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նշեց, որ ընդհանուր առմամբ արդյունքները գոհացուցիչ էին։ Կարևորելով հավաքի ընթացքում անցկացված բազմաբովանդակ եւ պատշաճ կազմակերպված միջոցառումները, գեներալ-գնդապետն ընդգծեց, որ ներգրավված անձինք ակտիվ մասնակցություն են ցուցաբերել։ Արդյունքների ամփոփման ավարտին հավաք պարապմունքների ընթացքում աչքի ընկած մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունիսի 15-ին տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը։ Այն վարել է հանձնաժողովի նախագահ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են 2012 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները եւ հստակեցվել են աշխատանքային հետագա ծրագրերը։ Արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է անհայտ կորածների ընտանիքներին ցուցաբերվող օգնության հարցում։ Ամփոփելով նիստի աշխատանքները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանձնարարականներ է տվել հանձնաժողովի անդամներին հետագա աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ։ Հունիսի 16-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական կցորդի պաշտոնակատար ռազմական կցորդի տեղակալ մայոր Ջասթին Բադդին։ Նշենք, որ մայոր Ջասթին Բադդը Հայաստանում ավարտում է իր առաքելությունը։ Ընդունելով Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական կցորդի պաշտոնակատար ռազմական կցորդի տեղակալին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը շնորհակալություն հայտնեց նրան իր առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար եւ հետագա գործունեության մեջ հաջողություններ մաղթեց։ Հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության գործում ունեցած զգալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով մայոր Ջասթին Բադդը պարգևատրվեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ռազմական համագործակցության համար մեդալով։ Պաշտպանության նախարարության ղեկավար կազմի եւ զինված ուժերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ հունիսի 14-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Կենտրոնական հանրապետական հավաքակայան։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ 2012 թվականի գարնանային զորակոչի ընթացքին եւ իրականացվող աշխատանքներին։ Կենտրոնական հավաքակայանում Սեյրան Օհանյանը հանդիպել է զորակոչիկների, նրանց ծնողների ու հարազատների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին։ Նախարարը նշել է, որ ժամկետային զինծառայողներով զինված ուժերի համալրումը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործընթացում։ Ուստի զորակոչն ամենայն խստությամբ վերահսկվում է նախկինում ի հայտ բերված թերացումները չեզոքացնելու, զորակոչի գործընթացը պատշաճ մակարդակով կազմակերպելու, թափանցիկությունն ապահովելու,
ինչպես նաև ֆիզիկապես եւ հոգեպես անառողջ երիտասարդների զորակոչը բացառելու համար։ Կարևորելով արդարության եւ օրինակության մթնոլորտում զորակոչի կազմակերպման գործընթացը, Պաշտպանության նախարարը փաստել է, որ իր կողմից խիստ հրահանգներ են տրվել զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու ուղղությամբ, հաշվի առնելով զորակոչվողների ֆիզիկական պատրաստվածությունը, մասնագիտական ու կրթական ունակությունները։ Մենք փորձում ենք տարեցտարի բարելավենք զորակոչի անցկացման ողջ ընթացքը, որովհետև զորակոչի որակական առաջընթացը մեր զինված ուժերի համալրման ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Այս այցելությունների ընթացքում մենք հայտնաբերում ենք որոշակի, ասենք, բացթողումներ, թերություններ, որոնք որ իհարկե աշխատանքի վերջում ամփոփումից հետո պետք է համապատասխան աշխատանք տանենք, ոչ միայն Պաշտպանության նախարարության ներսում, այլ նաև գերատեսչությունների համապատասխան։ Սեյրան Օհանյանը հավելել է նաև, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համալրմանը կապված խնդիրներ չկան։ Զինված ուժերի ստորաբաժանումների համալրումը ժամկետային զինծառայողներով իրականացվում է ըստ պլանի։ Պաշտպանության նախարարն ազգային բանակ զորակոչվող երիտասարդներին մաղթել է անվտանգ ծառայություն, իսկ ծնողներին համբերություն եւ միաժամանակ հպարտություն հայրենիքի պաշտպաններ դաստիարակելու համար։ Այժմ մեր եթերում Գորդիան հանգույց հեռուստաէջն է։ Այս անգամ մենք դարձյալ անդրադարձել ենք հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։ Նշենք, որ նախորդ շաբաթ հակառակորդն արևելյան սահմանագոտում կրկին ցուցաբերեց նախահարձակ ակտիվություն, սակայն բախվելով մեր առաջապահ ստորաբաժանումների պատրաստությանն ու վճռականությանը եւ տալով կորուստներ, հերթական անգամ դիմեց փախուստի։ Այս դեպքում եւս հակառակորդը համոզվեց, որ իր սանձազերծած ցանկացած ոտնձգություն չի պսակվում հաջողությամբ։ Գորդիան հանգույց հեռուստաէջի հերթական թողարկումն է եթերում, բարև ձեզ։ Անցյալ շաբաթ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտու ուղղությամբ թշնամին փորձեց ներթափանցել մեր տարածք։ Ի պատասխան հայոց զինուժը ձեռնարկեց իրադրությանը համարժեք գործողություններ։ Արդյունքում թշնամին փախավ, մարտի դաշտում թողնելով դիակներ։ Թշնամու դիվերսիան կանխվել է ահա այստեղ, հայ-ադրբեջանական ռազմաճակատի այս տեղամասում։ Դիվերսիան կանխողներն են Հայաստանի զինված ուժերի երկրորդ զորամիավորման պայմանագրային զինծառայողները։ Մեր այցի հիմնական նպատակն էր ներկայացնել այս տղերքին մեր հասարակությանը։ Մենք պետք է դեմքով ճանաչենք նրանց, ում շնորհիվ վայելում ենք խաղաղ կյանքը Երևանում, ռազմաճակատի թոհուբոյից հեռու թիկունքում։ Օրեր առաջ թշնամուն այստեղ փախուստ են մատնել ահա այս տղերքը։ Դիտորդը դիտարկման ժամանակ նկատել է, որ շարժ կա իրանց հենակետից մոտ 300 մետր վերև նիտրալ հատվածում։ Հիմնականում շարժը նկատել ենք այս ձորի հատվածում, այս հատվածում։ Մեկ էլ ընդեղից ոնց որ իրանց ռեզերվ գար, ուսիլեննի գար ոնց որ։ 6 հոգի այս սարի լանջին ենք նկատել, մեկ էլ այն ձորի հատվածում ենք նկատել հիմնական։ Հրաման ենք ստացել, որ մի հատ պատրոն կրակել։ Մի հատ պատրոն կրակել ենք, հիմնականում աշխատել են 3 հենակետից մեր վրա։ Դեմի 3 հենակետից։ Հրաման ենք ստացել, որ գնդացիրը բերել, գնդացրով սկսել ենք խփելը։ Իրանք ձորում թողել են զոհեր, վիրավորներ։ Պատասխան կրակոցով իրանք ավելի շուտ կանանք ոչ ասեն, քան իրանք արեմ այդ գործողություն հասցնեն անեն։ Եթե իրանք կրակը ուղում են գյուղերի մեր վրա, գյուղի վրա, մենք էլ բնականաբար իրանք լրացնում ենք միանգամից մի քանի կրակոցով։ Իրանք ոչ էլ արդեն ոչ բան չեն կարողանում անել։ Իրանք մենակ սովոր են գախնի, թաքուն գան, մի բան անեն ու փախնեն։ Պարզ ճակատ իրանք չեն կարող, ես այդ դեմ դիմաց դուրս գան, ես բրամորից կարամ ասեմ։ Իրանք մեր համար մի հատ ավելի մեծ կոզր դրին մեր ձեռը, ապացուցելով, որ իրանք շատ թույլ են։ Ոչ թե մենակ իրանք համոզվեցին իրանք կողքը հենց դիրքերից, իրանք զինակիցները, իրանք զինվորները, որ փոքր երեխեք են որ բանակ եկած, նրանց էլ ապացուցել, որ տեսակ որ մենք ինչքան թույլ էինք։ Մեզնից ոչ մեկի մազը չի ծառվել, իսկ իրանք զոհեր ու վիրավորներ տալով թողին փախան։ Այդքան իրանց հերիքա, որ իրանց երեխեքն էլ հասկանան, որ այստեղ անզոր է, անիմաստ է մեր հետ կռվել են։ Կալա տալը մեր հետ անիմաստ է։ Այս օրերին թիկունքում շատերին հետաքրքրում էր հետևյալ հարցը. ինչպիսի մթնոլորտ է տիրում ռազմաճակատում, սահմանամերձ բնակավայրերում։ Ուրեմն որպեսզի կայուն լինի նաև մեր թիկունքը, պետք է առաջնագծի իրողությունները անընդհատ անընդմեջ մատուցվեն մեր բնակչությանը։ Մեր բնակչությունը պետք է տեսնի, զգա այստեղ առկա
անդորը հանգիստ հավասարակշռված հոգեվիճակը, այն առողջ բարոյահոգեբանական մթնոլորտը, որ այստեղ առկա է, որպեսզի քաղաքում, թիկունքում մարդիկ կրկնում եմ հասկանան, այստեղ անդոր է, այստեղ դրության տերը հայ զինվորականն է, այստեղ չկա խուճապ, այստեղ չկա անհանգստություն, չկա տագնապ։ Սահմանին ամեն քայլափոխի կարելի է հանդիպել խաղաղ կյանքի առօրեական դրսևորումների։ Ամեն անգամ սահմանում լինելով համոզվում ենք, որ այն կենդանի սահման է, բառի բուն իմաստով։ Կենդանի սահման, որնի հեճուկս թշնամու, այդպիսին է լինելու միշտ։ Այս երեխաներին մենք հանդիպեցինք մարտական հենակետեր բարձրանալիս, ինչը կարող է լինել խաղաղ կյանքի ավելի վառ ապացույց, քան մանկական խաղը։ Այստեղ սահմանին մեր մանչուկները վայելում են իրենց մանկությունը, այստեղ կյանքը շարունակվելու է։ Նրանց թիկունքին հայոց բանակն է, ահա այս տղերքը։ Հայոց բանակը եղել եւ լինելու է մեր թիկունքին։ Սա մի իրողություն է, որում մենք հերթական անգամ առիթ ունեցանք համոզվելու անցյալ շաբաթ։ Այդպես է հիմա, այդպես է լինելու այսուհետ։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հակառակորդների սադրանքներին արժանի պատասխան տանք, դեռ ավելին, եթե անհրաժեշտություն լինի, ապա պատժենք, որպեսզի իրենք հասկանան, որ կրակոցներ դեպի խաղաղ բնակչությունը չպետք է լինի։ Այսօր սահմանում կրկին հարաբերական անդոր է։ Անդոր է, քանզի Ալիևյան արկածախնդրության դիմաց ադրբեջանական բանակը թանկ գին է վճարել։ Շարունակում ենք թողարկումը։ Խրամատային ճշմարտություն։ Այս խորագիրն է կրում մեր հաջորդ տեսանյութը, որն անդրադարձ է հայ-ադրբեջանական պետական սահմանի հատվածներից մեկում զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորման ստորաբաժանումների կողմից իրականացվող մարտական հերթապահությանը։ Ներկայացնում է Վազիմ Ղարիբյանը։ Տարածաշրջանում առկա զարգացումների, թշնամու չդադարող սադրանքների եւ հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների պարագայում զինվորական ծառայության անվտանգության ապահովման գործընթացը մշտապես գտնվում է ազգային բանակի ղեկավար կազմի ուշադրության կենտրոնում։ Զինված ուժերի բոլոր կառույցներն էլ, մասնավորապես գլխավոր շտաբի զորքերի ծառայության եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության սպայակազմը գնդապետ Հայկ Կարապետյանի գլխավորությամբ հատկապես այս օրերին առավել ծանրաբեռնված է տարաբնույթ խնդիրների եւ անհետաձգելի հարցերի լուծմամբ։ Ներկա գտնվելով վարչության պետի հերթական հրանգավորմանը եւ ունկնդրելով վարչության ներքին ծառայության բաժնի պետ գնդապետ Նշանյանին եւ զինծառայության անվտանգության ապահովման բաժնի ավագ սպա փոխգնդապետ Մխիթարյանին առաջադրված խնդիրները ուղևորվեցին 4-րդ բանակային զորամիավորման ստորաբաժանումների հսկողության ներքո գտնվող հարավային սահմանագծի այն հատվածը, որտեղ տեղի ունեցավ տեսչական ստուգում եւ զինծառայողներին մեթոդական օգնության ցուցաբերում։ Զինվորական ծառայության անվտանգության ապահովումը ի թիվս այլ խնդիրների ներառում է նաև անվտանգության պահանջների ուսուցումը ու սահմանված կանոնների, ղեկավար փաստաթղթերի պահանջների իրականացումը։ Հատկապես դա ակնառու է մարտական պատրաստության ուսուցման, շուրջօրյա մարտական հերթապահության իրականացման, պահակային ծառայության եւ զորքերի առօրյա կենսագործունեության ընթացքում։ Սահմանագից կատարած շրջայցի ժամանակ մանրակրկիտ կերպով ստուգման ենթարկվեցին պետական սահմանը հսկող ստորաբաժանումների բոլոր ֆունկցիոնալ պարտականությունները, զենքի լիցքավորումից, լիցքաթափումից սկսած, տագնապ հրամանի ազդարարման պահին անձնակազմի գործողություններով վերջացրած։ Անշուշտ ստուգվեց նաև մեր զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը։ Վերջին գործոնը հատկապես կարևոր է հակառակորդի հնարավոր անակնկալ հարձակման պարագայում։ Զորքերի ծառայության եւ զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչության սպաների շրջայցերի գլխավոր նպատակը մարտական հերթապահության ընթացքում արկա թերությունների բացահայտումն է, հրամկազմին մեթոդական օգնության ցուցաբերումը եւ հնարավորինս արագ այդ թերությունների վերացումը։ Առաջնագծում արկա մարտահրավերներին օպերատիվ եւ համարժեք արձագանքելը անկախտելիորեն կապված է պետական սահմանը հսկող ստորաբաժանումների մարտունակության հետ, իսկ այդ մարտունակությունը պայմանավորված է անձնակազմի բարոյահոգեբանական պատշաճ վիճակով, դիտորդ գետնատնակ շուրջօրյա հուսալի կապով, սահմանագծի դիտարկման ամբողջ ընթացքում առավելագույն աչալրջությամբ, անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ, նաև խրամուղիների մարտական հենակետերի մաքրությամբ։ Այս բարդ ամենօրյա հսկողություն պահանջող համակարգի անխափան գործունեությամբ է պայմանավորված մեր ժողովրդի անվտանգությունը։ Նշենք, որ նմանաբնույթ շրջայցերը կանոնավոր բնույթ են կրում եւ շարունակվում են ուսումնական տարվա ամբողջ ընթացքում։ Այսուհետ մեր ստուգայցերը
զորամիավորումներ եւ զորամասեր շարունակվելու են, կրելու են նույն կարգի բնույթներ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ առաջնային գծում որոշ հատվածներում վիճակը լարված է։ Զորքերի ծառայության խնդիրները ել ավելի են բարդացել, սակայն մենք կշարունակենք մեր աշխատանքները թե զորամասերում, թե մարտական դիրքերում անվտանգության ապահովման ուղղությամբ բոլոր կարգի խնդիրները կտարվեն ըստ պահանջված կարգի, ուսուցանումը եւ դրանց վերահսկողությունը կլինեն խիստ պահանջված կարգով, ուշադրություն կդարձվի անձնակազմի անվտանգության ապահովման բոլոր հարցերին եւ կշարունակենք մեր օգնությունը զորամասերին եւ զորամիավորումներին։ Շրջայցի ավարտին գնդապետ Նշանյանը եւ փոխգնդապետ Մխիթարյանը զրուցեցին Արթուն հերթափոխի հետ։ Դիրքերում օրեցօր սաստկացող շոկ եղանակը չի ազդում տղաների մարտունակության վրա։ Նրանք նախկինի պես զոր ու գիշեր հսկում են սահմանակիցը։ Հսկում են եւ չեն մոռանում, որ թշնամին նենգ է եւ պատրաստ ամեն պահի դիմելու տարաբնույթ սադրանքների եւ ագրեսիվ գործողությունների։ Եվ այդ գործողություններին հարկ է մշտապես արժանի հակահարված տալ, չթուլացնել աչալրջությունը եւ միշտ հիշել, որ կանգնած ես հայրենյաց եզերքին, այն եզերքին, որտեղից սկսվում է հայրենիքը։ Հունիսի 12-ին լրացավ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 19-րդ տարելիցը։ Այդ օրը Եռաբլուր Պանթեոն Մոնթեի շիրիմին էին այցելել Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, զինված ուժերի հոգեվոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Ավոյի զինակից ընկերները։ Ազգային հերոսի գերեզմանին ծաղիկներ դնելուց հետո Վրթանես եպիսկոպոսի գլխավորությամբ ներկաները հերոսի հիշատակի խնկարկում կատարեցին։ Եվ մեր հաջորդ տեսանյութն էլ, որն այժմ կներկայացնենք ձեր ուշադրությանը, անդրադարձ է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի սխրանքին, նրա մարդկային որակներին։ Շատ սահուն ու բնականon, առանց վիրավորելու արդեն հեղինակություն վայելող խիզախ մարտիկների ու հրամանատարների ինքնասիրությունը, Մոնթեն իր ռազմական անվիճելի տաղանդի, հմտության ու փորձառության եւ որ պակաս կարեւոր չէ, անթերի բարոյական նկարագրի եւ վարքուբարքի շնորհիվ Շահումյանը պաշտպանող ռազմիկների մեջ արագորեն դարձավ անվիճելի առաջատար, առաջնորդ։ Խորաթափանց հայացք, հոգևոր հզոր ներուժը ի ցույց դնող խելացի, փոքր ինչ թախծոտ աչքեր լի կարոտով ու նվիրական երազով։ Սա էր Մոնթեն։ Հոգեկանի ու մտավորի մի անզուգական կատարելություն, ոգեղենության մշտահորդ աղբյուր, որից ճառագող անպարտելի զորությունը ազատատենչ ոգին տարածվելով շուրջ բոլորը վարակում էին ամենքին։ Իրոք որ բացառիկ էր մտավոր ու հոգևոր անսպառ հարստության, ուժի, գորովի ու արժանապատվության միասնությունը մեկ մարդու մեջ։ Բոլորը համակվում էին նրա նվիրական գաղափարներով, ձգտում կռվի բովում միմյանցից առաջ ընկնել, որևէ սխրանքով արժանանալ նրա դրվատանքին։ Նա ըստ արժանվույն շահել էր բոլորի սերն ու հարգանքը, Արցախցու համար դառնալով հիրավի լեգենդար, պաշտելի կերպար, ճշմարտության, արդարության ու հաղթանակի խորհրդանիշ։ Հատկանշական է, որ բոլորը ընդունում էին նրա բացահայտ գերազանցությունը, ուստի եւ առաջնությունը կամովին զիջեցին նրան, գիտակցելով, որ այդ խիստ շահեկան է ամենքի եւ առաջին հերթին ընդհանուր գործի համար։ Այդպես ռազմիկ Մոնթե Մելքոնյանը դարձավ հրամանատար, ստանալով Ավո մականունը, մնալով նույն պարզ ու առինքնող, նույն բարեհոգի ու սրտացավ հայ մարդը։ Իր անվան կողքին շատ բնորոշիչներ կարելի է շարել։ Անձնուրաց հերոս, ֆանատիկոս, ասել է Վազգեն Սարգսյանը, բայց Մոնթեի անձը բնորոշող ամենաուժեղ, ցայտուն երանգը ազնվությունն էր։ Պատերազմի մեջ, թե պատերազմից դեսը, ինձ հայտնի հրամանատարները իշխում են ու իշխել են կամքով, ուժով, բռնությամբ, սիստեմի ատամնանիվներով եւ այլն։ Մոնթեն ենթարկեցրեց, իշխեց իր բանակը ազնվությամբ։ Պատկերացրեք 35-40 տարեկան Ֆիդայի, զինվոր, մեծ ինտելեկտի տեր զորավար, Էքզյուպերիի փոքրիկ իշխանի ազնվությամբ ու բարձությամբ։ Այս կերպարի դեմ խաղ չկա, սա իր ետևից բանակներ կարող է տանել,
Նոր հրամանատարի համբավը արագորեն ինչպես միայն պատերազմական գոտում է լինում, տարածվեց ոչ միայն հայ ռազմիկների ու տեղի ազգաբնակչության, այլև թշնամու զորքերում։ Չանցած մի քանի ամիս 1992 թվականի փետրվարին Մոնթե Մելքոնյանը նշանակվեց Մարտունու պաշտպանական շրջանի զորքերի շտաբի պետ, ապա հրամանատար։ Ասում են, Մոնթեն զոհվեց շատ անսպասելի, մինչդեռ պատերազմում ամեն բանից ավելի մահն է սպասելի։ Պատրաստ ես արդյոք անձնվեր անմնացորդ պայքարի և ինքնազոհաբերության։ Այս է գերխնդիրը պատերազմում։ Մոնթեն հայրենիքի ազատագրության գաղափարի այդ նվիրյալը, իր վճիռը կայացրել էր վաղուց, դեռևս տասնամյակներ առաջ, երբ 13-ամյա պատանի իր հայրենի հողի վրա առաջին անգամ զգաց իր հայ լինելը։ Զգաց և այդ պահից ի վեր սկսեց ապրել գիտակցված կյանքով։ Կյանք, որի իմաստը իրեն բնորոշ հակիրճ ոճով խտացրել էր իր վերջին հարցազրույցում։ Նվազագույնը 1000 տարի է, որ հայ ժողովուրդը հող էր զիջում թշնամուն։ Վերջապես հնարավորություն ունենք վերամիավորելու մեր հայրենիքի առնվազն մի մասը, և դա անելու ենք ամեն գնով, նույնիսկ եթե դա նշանակի կռվել մինչև վերջ։ Մոնթե Մելքոնյանը մեր ազատագրական պայքարի գաղափարական ջահակիրն ու առաջամարտիկն էր, մեր ազգի հավաքական կամքի ու անպարտելի ոգու դրսևորումը։ Նրա կռիվը մեր ժողովրդի 1000-ամյա կռիվն է հանուն իր ոտնահարված իրավունքների վերականգնման, հանուն պատմական արդարության վերահաստատման։ Մեր արդար կռիվը շարունակվում է, և այդ կռվում մեզ զորավիգ է մեր բոլոր նվիրյալների հաղթական ոգին։ Մեզ զորավիգ է նա, Մոնթե Մելքոնյանը, լեգենդար Ավոն։ Հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկեց Պաշտպանական ակադեմիաների և անվտանգային հետազոտությունների ինստիտուտների գործընկերություն հանուն խաղաղության կոնսորցիումի կրթության ոլորտի մասնագետների 6-րդ ամենամյա համաժողովը։ Ինչպես և նախորդ տարիներին, այնպես էլ այս անգամ համաժողովին մասնակցում էին մի շարք երկրների ներկայացուցիչներ։ Համաժողովը, որը կրում էր նոր ուսանողներ, նոր մեթոդներ և նոր գնահատականներ խորագիրը, միտված էր մասնակիցների միջև փորձի փոխանակման միջոցով պաշտպանական ու ռազմական կրթության և ուսուցման բնագավառում նոր մոտեցումների և մեթոդների շուրջ փոխներգործող քննարկումների անցկացմանը։ Նշենք, որ համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Ալբանիայի, Բելարուսի, Կանադայի, Չեխիայի, Վրաստանի, Գերմանիայի, Ղազախստանի, Լիտվայի, Մակեդոնիայի, Մավրիտանիայի, Մոլդովայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Ուկրաինայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչներ։ Համաժողովում բացման խոսքով հանդես եկան Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, Կանադայի արքայական ռազմական ակադեմիայի նախկին դեկան դոկտոր Ջիմ Բարեթը, Ամերիկայի Միացյալ Նահանգների քրիստոնեական համալսարանի փոխնախագահ դոկտոր Կատալին Մարտինեսը, ինչպես նաև գործընկերություն հանուն խաղաղության կոնսորցիումի միջազգային ծրագրերի համակարգող Ջոն Քեյնը։ Իր ելույթում կարևորելով Հայաստանում նմանօրինակ միջոցառման անցկացումը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը մասնավորապես նշեց, որ մեր առջև ծառացած սպառնալիքներն ու մարտահրավերները կասեցնելու համար նախ եւ առաջ ինտելեկտուալ տեսանկյունից մենք պետք է լինենք փոխգործունակ։ Ըստ այդմ, այս փոխգործունակությունը կարող է կենսական գործոն հանդիսանալ այն փխրուն անվտանգային միջավայրին դիմագրավելու համար, որին անմիջականորեն բախվում է Հայաստանը։ Հավելենք նաև, որ կրթության ոլորտի մասնագետների միջազգային համաժողովը եզրափակվեց հունիսի 15-ին։ Ամփոփիչ ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ինչպես նաև այլ երկրների ներկայացուցիչներ։ Ապրիլի 2-ից մեկնարկել է Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ուսանել ցանկացողների ընդունելության դիմում հայտերի ընդունման գործընթացը։ Ավագ դպրոցի կարգավիճակով գործող վարժարանի սաները ուսանում են հանրակրթական բոլոր առարկաները։ Առանձնակի ուշադրություն է դարձվում ֆիզիկական և նախնական զինվորական պատրաստությանը։ Վարժարանում ուսումն անվճար է, հետևաբար բոլոր գրքերը և գրենական պիտույքները տրամադրվում են անվճար։ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան կարող են դիմել հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտած պատանիները։
Դիմորդը պետք է մինչև սույն թվականի հուլիսի 25-ը ներկայացնի ռազմամարզական վարժարանի պետի անունով կազմված դիմում հայտ ու անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները։ Ընդունելությունը կատարվելու է այս տարվա օգոստոսի 1-ից մինչև 15-ը։ Դիմորդները մրցութային կարգով քննություններ կհանձնեն ֆիզ պատրաստություն, հայոց լեզու եւ մաթեմատիկա առարկաներից։ Ընդունելության պայմաններին, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջական ցանկին ծանոթանալու նպատակով հարկ է դիմել վարժարան կամ զանգահարել 35 39 15 34 48 44 կամ 34 56 36 հեռախոսահամարներով։ Զենքը զորեղ է արհեստավարժ մասնագետի ձեռքում։ Այս սկզբունքով է առաջնորդվում զինված ուժերի հակատանկային զորամասերից մեկի անձնակազմը։ Արդյունքում բարձր ցուցանիշներ են գրանցվել թե մարտական հրաձգությամբ զորավարժության, թե 2012 թվականի ձմեռային ուսումնական փուլի ամփոփիչ ստուգումների ընթացքում։ Ներկայացնում է Հարություն Ճակմիշյանը։ Խաղաղության պայմաններում բանակի մարտունակության ստուգման տարբերակներից մեկն էլ կիսամյակային քննություններն են։ Սրանց նշանակությունն հատկապես կարևորվում է վերջին օրերին հակառակորդի կողմից նկատվող սադրիչ գործողություններին դիմակայելուն պատրաստ լինելու հարթության վրա։ Հակառակորդը դեռևս չի հաշտվում իր կորուստների հետ, ուստի ձգտում է ռևանշի հասնել, կանգ չառնելով հնարավոր տարբերակներից ոչ մեկի առաջ։ Այս պարագայում նման ստուգումները զորամասը մշտապես պահում է մարտական բարձր վիճակում, ել ավելի ամրապնդում զինվորական կարգապահությունը, որը պարտադիր է բոլոր զինծառայողների համար, սկսած շարքայինից վերջացրած հրամանատարական կազմով։ Միջոցառման առաջին փուլում մանրազնին կերպով ստուգվեցին յուրաքանչյուր զինծառայողի արտաքին տեսքն ու անձնական իրերի առկայությունը, որոնք ուսապարկերում մշտական տեղն են զբաղեցնում։ Զինվորներին ու սպաներին նաև հնարավորություն տրվեց հանդես գալ բողոքներով եւ առաջարկություններով։ Ստուգարկի շրջանակներում առաջնահերթ կարևորություն տրվեց ֆիզիկական, կրակային ու մասնագիտական պատրաստականությանը։ Այստեղ սպաներին առաջադրվող պահանջները ավելի խիստ են, քանզի մարտունակ ու պատրաստված զինվոր ունենալը առաջին հերթին հմուտ ու բանիմաց սպայի աշխատանքի արդյունքն է։ Հրետանին համարվում է զինված ուժերի կարևոր զորատեսակներից մեկը եւ հանդիսանում թշնամու կենտանի ուժի եւ զինտեխնիկայի ոչնչացման հիմնական կրակային միջոց։ Հզոր է զենքը, հզոր մասնագետի ձեռքում։ Մենք շարժվում ենք այս սկզբունքով եւ անձնակազմին փորձում ենք ուսուցանել, դարձնել վարպետ իրենց տեխնիկայի մարտական կիրառման գործում։ Եվ տեխնիկան բարդ տեխնիկա է, տեխնիկան շատ գերճշգրիտ զենք է եւ անձնակազմը պարտավոր է լիորեն տիրապետել տեխնիկային, որպեսզի կարողանա բարեհաջող կատարի մարտական խնդիրը։ Հաշվի առնելով այս ամենը, թե զինվորները եւ թե սպաները բարձր են գնահատում նման ստուգումների նշանակությունը։ Ծառայական որոշակի փորձ ունեցող զինծառայողներն առանձնահատուկ կերպով են խոսում այդ մասին, համեմատականներ տանելով ծառայական տարբեր ժամանակահատվածներում ցուցաբերած արդյունքների միջև։ Այս ուսումնական փուլի ընթացքում փորձեցինք կատարելագործել մեր նախկինում եղած թերությունները, շտկել, թույլ կողմերի վրա աշխատել, ուժեղները ամրապնդել եւ այս անգամ արդյունքները իհարկե ավելի լավ են, քան նախորդ ուսումնական փուլից հետո։ Առաջին ընթացը ակնհայտ է մեր ցույց տված գիտելիքները, մեր ուժի եւ կամքի ապացույցն են հանդիսանում։ Տարեստարի անձնակազմի մոտ բարձրանում է մասնագիտական հմտությունը, հավելանում են գիտելիքները եւ անձնակազմի մոտ ավելի է մեծանում ձգտումը մարտական պատրաստության որակը բարձրացնելու ուղղությամբ։ Հակատանկայինների ցուցաբերած բարձր ցուցանիշները զինվորների ու սպաների համատեղ քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Հաջողություններ են գրանցվել մարտական հրաձգությամբ զորավարժության ընթացքում։ Նրանք չեն պատրաստվում բավարարվել ձեռք բերածով, այլ նպատակադրվել են ել ավելի կատարելագործվել ու նորանոր հաջողություններ գրանցել։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, իսկ վաղը կեսօրին հետևեք Զինուժի կիրակնօրյա թողարկմանը։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչ նոր հանդիպում։